Հետ է պատահել, երբ շտապ տանից դուրս ես գալիս ու չես նկատում, որ դրսում անձրև է գալիս։ Լավ է, գոնե շատ հոր դառած չէ։ Ես չեմ վերցրել անձրևանոց, սիրելիներս, եւ այսպես լավ է, որ գոնե այս վերարկուս եմ հագել, որն էլ ունի կապյուշոն եւ փրկում է ինձ։ Եթե ուժեղանա, չեմ իմանալու ինչ եմ անելու։ Մնացեք ինձ հետ, մի հեռացեք էկրանից եւ տեսեք, թե ինչքան հետաքրքիր տեսանյութ եմ ձեզ ներկայացնում։ Սիրելի հետևորդներ, ես աշխատանքային եղուզերի մեջ եմ, տանը գործեր եմ անում, ձևափոխություններ ենք անում տան մեջ, հեշտ է ավելի հիմա տեղափոխել, քանի որ լամինատ ենք արդեն քաշել այս հյուրասենյակում, դեռ չենք ավարտել վերանորոգումը, խառն է, հիմա ցույց կտամ, տեսեք ինչ վիճակ է, բայց հավաքում էի քիչ-քիչ, հավաքում էի, երևի թե վաղը կավարտվի ու միանգամից այդպես կհավաքեմ, արդեն տեսքի կգա տունը, բայց դե շատ խառը վիճակի մեջ եմ, հաց եմ հասցրել պատրաստել, տեսեք թե ինչքան համեղ ապուր եմ պատրաստել, էլի լոբով, բայց այս անգամ ձավարով, շատ համեղ է, անցած անգամ ընկույզով, չէ? Դե ձմեռվա ընթացքում կարելի է նման ապուրներ հաճախ պատրաստել, մի քիչ էլ մնաց, դա էլ արդեն լորվա բաղադրատամսով, կարտոֆիլով կպատրաստեմ։ Այս էլ մեր ապուրը, արդեն կերել ենք, շատ համեղ է։ Կուսկուս են ասում, Ֆրանսիայում ապրողները կհասկանան, կուսկուս եմ ավելացրել ու շատ ավելի հետաքրքիր համ է ստացվել, չոր կանաչիներով, իսկական ձմեռվա ապուր։ Տեսանյութը ունեմ նմանատիպ, կտեղադրեմ, կարող եք նայել պատրաստել։ Վարպետ ինչ եմ կերակրում, դա ինձ համար հեշտ է, ոչ թե որ դժվար է պատրաստել, այլ հոգեբանորեն է ինձ համար այդ խնդիրը, կարծես ազատ լինես, կարող ես տանից դուրս գալ, գնալ քո գործերով, լարվածություն, կախվածություն չկա, որ ժամն է ճաշի կամ ինչ-որ սուրճի, միայն սուրճ, այն էլ մի անգամ, սկզբի օրը երկու անգամ էի տալիս, հիմա դրել եմ էստե պեչենիներ, չիպս տեկուզ, որ ձարքետ էսպես ուտի, գրեթե ձեռքել չի տվել։ Մի խոսքով սիրելիներս, այս սենց խառը, շատ խառը վիճակի մեջ եմ ու միշտ խառն եմ, չեմ հասկանում երբ եմ հանգիստ լինելու, որ չշտապեմ, որ հանգիստ վայելելով ամեն ինչ անեմ։ Եվ ուզում եմ հատկապես Ֆրանսիայում ապրողների ասել, որ Ֆրանսիայում լավագույն մակարոնեղենի տեսակը համարվում է պանզանին։ Մի պա մտածեցի, որ փլավ պատրաստեմ, դրա համար հիշեցի, որ ձեզ ասեմ, ահա տեսեք որն է դա։ Միշտ ասել եմ, որ սնունդը այստեղ հաճախ են ստուգում եւ անընդհատ որակավորում են, այս անգամ էլ հերթը հասավ ալյուզների։ Ի զարմանս ինձ ես որ ալուրը, որ հաճախ եմ գնում, դա լավն է համարվում, բայց ավելի շատ այսպես պրակտիկ Կարֆուրի ալուրներից, որ օգտագործում էի, թե լավն է, բանից պարզվում է վատն է, հələ տեսեք որ ալուրն է։ Ահա, Կարֆուրի էս ալուրը, բանից պարզվում է, մի քանի երկրներում արտադրվող ցորենի ալուր է, Ռումինիա, Բուլղարիա, մի քանի այդպես ոչ լավ եվրոպական երկրների ցածրորակ ալուրից է պատրաստված։ Ընդհանրապես, որ ալուր է գնում է, դե ես գիտեմ, որ թխվածքների բանի համար գնում եմ, միշտ են բարձր տեսակն եմ անում, եւ այստեղ նայում եմ պրոտեինի քանակը, եթե 10-ից ավել է, դրանք ամենալավն են համարվում, չնայած այդ տեսակ ալուրներ կան, հիմա տեսեք նկարներով, որոնք են վատը համարվել։ Իսկ զարմանալի է, թե ինչ սկզբունքով են իրենք դա ստուգում, նրա մեջ եղած մանրաթելերի առկայությամբ, որակով, ցորենի որակի եւ ասենք այդ զուտ հատիկների ամբողջական աղալով, մի խոսքով այսպիսի գաղտնիքներ ու բաներ կան եւ
զարմացա նորից եմ ասում, որ սա վատն է համարվում։ Չնայած ես ձեզ միշտ ասել եմ, ան է փաստորեն, բայց վատն է։ Ինչ արած։ Դուք էլ կնայեք ուշադրի, տեսեք ձեր կարծիքները, գրեք, ասեք, իմանանք թե ինչու էսպես։ Հիմա տեսեք այս ալուրները, որ նկարները ցույց եմ տալիս ձեզ, սրանք վատն են համարվել փաստորեն։ Ամենավատը էլի, այսպես ասեմ, բայց մի քանի տեսակներ կան, որոնք ես ընդհանրապես չէի էլ տեսել։ Դե մենք տարբեր խանութներից ենք օգտվում, հետո կա որ ամեն մարզում ալուրի մեկ ուրիշ տեսակ կա, կարագը տարբեր են լինում, այնպես որ ահա այս նորից եմ ցույց տալի նկարներով նայեք, դուք էլ մի հատ ուսումնասիրեք եւ դրանցով որևէ գործողություն մի արեք։ Այս էլ ալուրների պատմությունը ժողովուրդ ջան։ Տեսեք ժողովուրդ ջան, այստեղ պետք է դասավորեմ, դեռ դասավորած չի, շինարական բաներ կա էլի դեռ։ Այստեղ թողած, այս էլ է պեչենիները, չիպսը, սենց խառը վիճակ։ Դե կդասավորեմ այսպես չի մնա։ Ինչքան հնարավոր է հավաքել եմ արդեն։ Բա, այս էլ նոր ձևը։ Սերին այս տանից արդեն դուրս եկա։ Անձրևանոց եմ վերցրել այսօր ու գրված է, որ անձրև պիտի գա, բայց փաստորեն անձրև չկա։ Ես էլ մտածեցի անձրև է, սառը կլինի գլխար դրեցի, սա մի քիչ բարակ է էլի։ Սա դրեցի, բայց բան էս բարձում է։ Ցուրտ էլ չի։ Մի խոսքով եղանակը չի համապատասխանում գրածին։ Գնամ ճտորին վերցնեմ, տեսնենք ինչ ենք անում։ Ասեմ, որ ճաշը շատ համեղ էր, կուսկուսով էի արել, դե արդեն ասեցի, բայց շատ համեղ այդպես ստացվում։ Ովքեր Ֆրանսիայում են, արդեն գիտեն կուսկուսը ինչ է։ Լավն էր, վատը չէր, կարելի է հաճախ դրանով պատրաստել։ Ես միշտ նայում եմ, որ հայկական խանութում ծավալ լինի, այդ մեր ծավալներից պատրաստեմ, բայց լավն էր։ Կարճ ասած, ձմեռը այսկական հարմար եղանակ է, հələ տեսնենք ձմեռը ինչքան է երկարում, արդեն հոգնել եմ ես եւ հագնվելուց անկեղծ ասած։ Դե լավ ժողովուրդ ջան, առայժմ կհանդիպենք։ Ժողովուրդ ջան, չի կարող չմիանալ եւ ձեզ հետ չկիսվել այս հրաշք գրությամբ։ Հələ տեսեք, լացս գալիս է այս կարգի ինձ համար հաճելի բան պատկերացնել չեմ կարող, ահա սա է իմ վաստակը, ահա սա է իմ աշխատանքը, որի համար ես շատ գոհ եմ, երջանիկ եմ հենց այս պահին, ինչու դե տեսեք եւ ասեք, ճիշտ եմ թե սխալ։ Ճուտոյի սորագիժնա, տեսեք, ոչինչ չի երևում այսպես, ուշադիր նայում ենք եւ լույսի տակ արդեն երևում է ինչ է գրել Ասիա հավասար է սրտիկ իր սերն է արտահայտել, կարծում եմ յուրաքանչյուր մանկավարժի այս պահին էլ նմանատիպ գործից համար գնահատականը շատ շքեղ էր, ամենահուզիչ պահն էր։ Ժորժ ջան, տեսեք ում եմ հանդիպեմ մեր քաղաքում։ Ճանաչեցիք, չէ՞, տեսեք։ Կարող չեն ճանաչել հուսիկ, առանց հուսիկներից։ Իսկական հուսիկ չեն, Դե նովի հուսիկները, Ժորժ ջան, ուրեմն Ժակլինին եմ հանդիպել, Ժակլին Բաղդասարյանին, ով մեր Հայաստանի կողմից Եվրավիզիոնում երգեց, այդ ձև ասեմ, բայց շատերն անճանաչում են, Լադա Նիվայով են ճանաչում, իր խմբով են ճանաչում, եւ իր երգերով, իր ոնց մեղմանուշ, հուզող, սրտին կպչող ու թեթև, սենց այսպես հավեսով։ Շատ ուրախ հանդիպում էր, վիոլինում եմ հանդիպել։ Ժորժ ջան, դե լավ, ձեզ լքում եմ։ Պաչիկներ։ Ահա, Ժակլին ջան, դե ասա, ինչ տրամադրություն ունեք, ինչ եք անելու։ Հույսով եմ, բոլորդ լավ եք։ Ես էլ եմ լավ։ Ահա։ Գալիս իմ քաղաքում։ Այո, մեր քաղաքում։ Մենք դուք եք ապրում։ Այո, ստեղ, ես լիլու։ Okay. Մի քիչ հետո, մի շենք հետո մեր տունն է։ Ինչ լավ է, լավ է չստեղ։ Շատ լավ է ստեղ։ Դե ոնց ասե, ինչ պատմեմ, այս տարի մենք մի քիչ դադար ենք տվել, բայց շուտով վերադառնալու ենք։ Շատ ուրախ եմ, շատ ուրախ։ Սիրով կսպասենք։ Պատրաստում ձեզ համար։ Ահա։ Այս ժողովուրդ ջան, այնքան շատ զրուցեցինք, չեք պատկերացնի։
Շատ զրուցեցինք։ Մի քանի անգամ հանդիպել ենք էլի քաղաքում, խոսել ենք։ Մեր sense գլխարկով ասում եմ, գիտենա, պիտի հանդիպեմ, սիրունացած կլինի, ասում եմ, ասենց էլ է լավ։ Վերջը լավ խոսեցինք, շատ եմ սիրում այս աղջկան իր պարզության համար։ Չէ, որ մարդիկ կան, որ ինչ-որ երկիչ կամ ինչ-որ մի բան իրանցից թեկուզ որպես մասնագիտության առումով կամ պաշտոնյա քիթները ցցում են, ձև են տալիս իրանց, բայց հենց այս աղջկան ես շատ սիրում եմ ու հավանում եմ, որ ինքը ձևական չի, պարզ ու հանգիստ է։ Ստեղ էս լամատլենում է ապրում, մոտիկ տեղ ապրում։ Լավ էր, ահագին իրոք զրուցեցինք, ասում եմ ես է հավեսս եկավ, կրկախառնվեցինք, հիմի վիդեոն կլնի կուղարկեմ թողնայի իրավիճան իմ տեսահոլովակում։ Եթե շատերը չգիտեք, հիշեցնեմ, որ Ժակլին Բաղդասարյանն է, այստեղ մեր կոնսերվատորիան է ավարտել։ Լինում խումբ ունեին, Լադանիվա խումբներ, ինքը հայկական երգեր էր երգում։ 2 տարի առաջ հենց Եվրավիդենիան մասնակցեց Հայաստանի կողմից, 8-րդ տեղը շահեց։ Մի խոսքով ինքը պարզ հաճելի էներգիայով լեցուն աղջիկ է։ Տրամադրությունս փոխվեց մի անգամից, շատ ուրախացա, իրանել եմ ասում, ինքնս ո՞վ ես էլ ոնց որ թե նույն էներգիան ասма դուք էլ եք ձևի ակտիվ երևում ասма շատ հավեսով ասի, հա, վայ, արդեն նկատելի է, ասма որ ասում եմ, վայ, այսօր սենց գլխարկով բանովից ցած է, կարիք չկա էլի, յանի շորերը չի որ էլի ցույց ա տալի, որ դու ինձ ձև ես, մի խոսքով սիրելիներս, ոգևորվեցի, դե մի գնամ տուն ոգևորված, կհանդիպենք։ Ես նորից կոնսերվատորիայում եմ, եկել եմ համերգ նայելու, շուտ եմ եկել, որպեսզի մեր նախորդ պատրաստոմսերը վերցնեմ և տեղ զբաղեցնեմ, շատ հետաքրքիր համերգ է լինելու, ինչպես միշտ ես էլ ներկա եմ լինելու, կհանդիպենք, համերգի ժամանակ մնացեք ինձ հետ։ Merci à tous de bien vouloir mettre votre téléphone portable en silencieux et de couper le volume. Passons maintenant à une note plus joyeuse.
Տեսեք ինչ եմ եփել, կհասկանաք, թե չեք հասկանա։ Ես մի քիչ դա մնաց է։ Մի քիչ է եփել հենց հատուկ ինձ համար, Կարենը չի սիրում այս ճաշը։ Ես սիրում եմ շատ։ Եվ այս ճաշի պատմությունը ձեզ պատմել եմ իմ խոհանոցային տեսանյութում, երբ ես այս ճաշից պատրաստում էի։ Կսպասեմ մեկնաբանություններում ձեր կարծիքին, ձեր գրառումները կկարդամ եւ կիմանամ դուք հասկացաք, թե ես ինչ եմ եփել, թե ոչ։ Բարի ախորժակ ինձ, արդեն ընթրիքի ժամն է։ Դե լսեք, ժողովուրդ ջան, մի հատված իմ առօրյայից։